Բարև ձեզ ժողովուրդ ջան, դուք գտնվում եք Նեմաժոր YouTube-յան կանալում, ձեր հետ եմ ինչպես միշտ Դավոն, 5 հատ M-ից հետո, 5 հատ BMW-ից հետո եկավ մի հատ հրեշ Mercedes-Benz E55 AMG կոմպրեսոր։ Я схожу с ума, мне мало, 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 мне мало, мало, мало тебя, знаю я сама. Мне мало, 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 мне мало, мало, мало тебя, я схожу с ума. Мне мало, 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 мне мало. Ուրեմն մինչև обзորը սկսելը խորհուրդ կտամ ձեզ հետևեք մեր էջերին, Instagram, TikTok, Telegram, YouTube-ը պատվիսկա, լայքեր, որ սենց շեդևր վիդեոներ շատ տենակի մալիքում։ Խիչ ենք նկարում մինչև այդ Mercedes հարց, որ շատերին հուզում է։ Նորմալ Mercedes չկար պրոստը։ Էսի իմ սիրած ավտոներից է, հենց Mercedes-ի։ Սրանց հետո CLS-ն է, անդե Yashika դես արը սիրում են։ Այս ավտոն է մեզ ռաստվել։ Այս ավտոն ենք նկարում, E55 AMG կոմպրեսոր, 600 պլյուս ձիաուր, կել մի անգամից անցնենք մոտորին, վերեխոտ։ Ում էսի իրա մոտորի պատկապոտն է պրաստրանսվա, ռուսերեն ավելի լավ գիտեմ, էլի։ Ստեկ գտնվում է շատ հրաշալի մոտոր, M113K, էդի կոմպրեսորն է, էլի։ Любой AMG, մոտիկացրա ուղղպես։ Любой AMG ունի իր գրվածքը, ով է հավքել է մոտորը, տեսավ ռուշնոյց բորկա է ոնց գիտեք։ Հայավարի Bosch-էր, սե դապանիցելնի ռադիատորներով, այն որ չջոգողն է կջոգի, որ էսի AMG է, էլի սովորականը չի։ Փոխած է շկիֆն է մեծ դրած, բարձր նյուտոն մետր ստանալու համար։ Ստոկ իր ձիաուժները 476 ձիաուժ է, 700 նյուտոն մետր կռուցյաշի մոմենտով, даже 6.3-ին է քիչ է 500 նյուտոն, 550 է իմ հիշելով։ Ստե 600 ձիաուժի կարգի է, մոտորը stage 2 է, կառուբկեն էլ պրաշիվկա արած է, որ իրար հետ խոսան։ Մնացածը ու սրանց էս Mercedes-ների ֆիշկեքից։ 90 աշճան բացվում է, որ արհեստավորները նորմալ կարողանան գործ անեն, մոտոր հանել դնելուց, պետք չէ էլի կապոտ հանես Bentley-ի բանի պես։ Երևի թե այսքանը կապոտի տակից, մնացածը կարանք անցնենք արդեն իր էքստերիեր դիզայնին, որը շատ է սիրվել այդ թվերին։ Վերեխոտ մի քիչ խոսանք այս ավտոյի էքստերիեր դիզայնից, որը այն թվերին շատ էր։ Շատ են որ հայտնի էր այս կլորավուն դիզայնը։ Ну, այսինքն սրանից առաջ W215 քառակուսիոտ դիզայներ են 140 բան։ Սրանից սկսվել է այդ կլորավուն դիզայնը, օբշի, եթե համեմատում ես 210 կուզովի հետ, այն էլ ունի առավելություններ, բայց էսի ավելի սիրուն դիզայն է ստացել։ Հայկական բառապաշարով հայտնի է որպես Զուբիլ, ну, Զուբիլը 6.3-ն է, այն սուր շթերով է։ Ֆարերը դե պարկած է, հա։ Օբշի էքստերիերը ինքը սովորական 211-ի պես է, բայց շթերը, պարոգները, ընդ հետևի շիթը, E55 գրվածքը, ստե V8 կոմպրեսոր գրվածքը ուժը ասում է, որ ինքը սովորականը չի։ Դիսկերը վենտիլյացիայով, AMG սուպերտներով, դեմը 8 Porsche-ին է, հետևը 4 Porsche-ին, 360 mm դեմի դիսկերն է, 330 հետևի դիսկերն է։ Ֆարերը ադապտիվ ֆարեր է։ Մնացածը օբշի կարանք սենց պրոստը ֆրանկ ավտոյի կողով, ասենք ինչ ունի, ինչ չունի, լուկ ունի վերևը, AMG պարոգները ասացինք։ Այս հին Mercedes-ների էսի է դզում, զավացկոյել նմա սենց գույն։ Վերջնել են 140-ից սկսած կար։ Լենունեղ բանտաժներով է, 19 դույմ, դույմ է, չէ, հա, 19 դույմ, հետև ունենք կարբոնե սպոյլեր,
AMG E55, այս AMG-ն ասատկեքի ամենայն գլուխ գործոց ֆիշկեն։ Ուրեմն ստե որ գրած է AMG, դիմա չեք տենում, որովհետև ավտոն տենց գանյատ չեն արել։ Ավտոն երբ որ գանյատ են անում, իրան խոսքի քլաչերը սաղ բարձր ապարոտների տակ են անում, այս AMG գրվածները գլուխցելին ասատկեքը հելնում է ու դու նոր այդ վաղ կարաս տենաս, որ ինքը AMG է, AMG գրվածքը նոր երևում է։ Օբշի ինքը կոնկուրենտ է E60-ին, RS6-ին, այդ նույն թվերի։ Այս ավտոն որ հելավ E55 AMG կոմպրեսորը, էսի հելավ BMW-ն հələ իր ավտոն չէր ցույց տվել։ Իր ավտոն այդ վաղ կոնկուրենտ E39-ներ 210 կուզովին, 4 լիտր V8-ով։ Դե 3.9։ Ոբշեմ տես մի բան էր։ Դրանից հետո տեսա, որ այս ավտոն что-то շատ լավն է ստացվել։ Սարքեցին M5 E60-ը V10 շարժիչով, M5 E60-ը ռաստվի, այդ էլ մեծ հաճույքով կնկարեմ։ Ոբշի իրանց կոնկուրենտնեսը սենց է։ E60-ը պալուբոմու ավելի արագ է, ստոկ 6.3-ից դաժը, 500-760-ն է, 514-6.3-ը, բայց 60-ը էլի կրում է։ Ընդ RS6-ն է, որ մի քիչ բան են արել, խիմիչիտ են արել, 5.2 V10-ա, 2 հատ տուրբոյով, տոլի 5 լիտր V10 էր ոնց որ։ Էնի 580 ձիա ուժ էր դաժը։ Ուրեմն գտնվում ենք E55 AMG կոմպրեսորի սալոնի մեջ։ Այս ավտոյի ֆիշկեքը այնքան շատ է, որ ցելի այս վիդեոն մի 2 ժամ, 3 ժամ կխոսանք, բայց այն կարևորներից խոսանք։ Սիձենիկները AMG բնականաբար վենտիլյացիայով, պատագրևով, այս նայ։ Օբա։ Start-stop համակարգով։ Իդեպ, հա, սիձենիկները գրկում է, բանով է, մասաժով է, որը այդ թվի համար 2003 թիվ է, հիշեցնեմ ավտոն։ Մասաժով է, պատկաշկով է ինքը, այսինքն բավարոտ մտնելուց ինքը քեզ պահում է, փչում է այս բակավորները։ Դա շատ լավ օպցիա է։ Ստե ունի մի հատ սենց շատ իդեալական համակարգ, որը մեխանիկական է, էլեկտրական ոչի բան չկա, դիսկավոդն է ստե։ Այս կնոպկով աշխատում է։ Դա շատ լավ է։ Ունի պատգալովնիկների էլեկտրական, ստե սխմում ես, պատգալովնիկները իջնում է։ Այսինքն այ ջոգի ընկեր։ Ասի նենց բանա որ շատ յուրահատուկ բան է։ Դիստրոնիկ ունի, այս թվի համար 2003 թիվ, Partronic, Distronic, ինչ ասես ունի։ Էլեկտրական ռեգուլիրովկա ռուլի։ Այսինքն որ էլի այդ թվի համար շատ լավ բան է։ Ստե սաղ էս աջելկաները փեդից է, իսկական փեդ է։ Այն Հավայի ակվապրինտներից չի։ Կլիմատ կոնտրոլ, ստե ունի սենց մի հատ լավ բան։ Նայ շուշեքը իջնում ենք։ Սխմած պահում ենք։ Իջի անում է։ Այ խոտտված պետք է։ В общем, если սխմած պահում ես, բաները շուշեքը լրիվ հանում է, հետո նորից սխմած պահում ես, ինքը նորից իջնում է նույն այս դիրքին։ Ռուլը լիպիստոկներով պլյուս մինուս, պրոստը չի երևում, ինքը որպես կնոպկա է սարքած։ Ռուշնիկը ստեով, որը գնաց ավտո։ Կլիմատ կոնտրոլ ունի, ստե 4 զոննի կլիմատ կոնտրոլ է, այսինքն դեմը պասաժիրը կարող է իրան ոնց հարմար է տենց настройка անի, վադիցելը, վարորդը նույն ձև, հետև ամեն մի պասաժիրը կարող է իր ձևով настройка անի, իրան ոնց փչի կոնդիցիոները օրինակի համար։ Ստե ունի սենց մի հատ լավ կարմանչիկ, որը չի աշխատում, լավ տոշնի է։ Ստե ինչ ունենք, հեռախոս, հեռախոսի տեղ, այսինքն հեռախոսը չկա, ինչ-ինչ պատճառներով, Nokia է ելնում вообще։ Ավտոն ոնց ասացի, փուչիկներով է, սրանցով կառավարում ես փուչիկների բարձրությունը։
Այսինքն ստեով sport comfort, ստեով էլ բարձրանալ իջցնել։ Ստեով կառավարում ես այդ դիստրոնիկը, ուզում ես ելնի, ուզում ես չլնի, ստե ձենն ես միացնում անջատում, ստե սենց, в общем, ниша для хранения, ստե էլ նույն ձև, ու ստե կա մի հատ պատստականիկ, որը ինչպես միշտ Mercedes-ի ֆենոմենն է։ Նենց աշխատում ու սենց մտնում է։ Միշտ լավ ձեներ է գալ այս ավտոյից։ Դե ռաշերինի կոժենի աջելկա չունի, բայց այն Mercedes-ը չեն, որ այս թազեքի պես չեն, որ շատ ճրճռա, ինքը քիչ է ճրճռում։ Այս առումով տենց հարմար է սարքել։ Վերքը սպիտակ է, սպիտակ ասած տենց սերեոտ է, լուկը ստեով ես կառավարում, ստե լուսերն է, մնացած այն բաներն է, որ սաղել ունեն։ Ստեով էսի սխմում ես, որ էվակուատորի վրա հանես ավտոն, մնացած աուդիո սիստեման լավն է, հա, բան չկա վրան գրած, ոչ Harman Kardon-ա ոչ էլ, սրանց ֆուլը էթում է Harman Kardon-ով, ընդ պանորամայով բանով, բայց դե պանորամա պրինցիպի այս ավտոն պետք էլ չի, այս ավտոն 600 ձիավուր է, իրան ավել քաշել պետք չի։ Պրինցիպի անցնենք հետևի մասից մի քիչ խոսանք, այսինքն պրինցիպի ստուց է խոսանք։ Ունի բադագրև հետևի նստարանները, двойной стеклопакет է, հաստ է, երկու շերտ է հետում ես շուշեկը, ու բեսամ հարմար հետև ունի, այսինքն դու սենց գլուխդ կախ չես նստում, ու հարմար ավտո է, ինքը կամֆորտով հաստատ կրում է և 60-ին, բայց դե մնացած առումներով ստոկ, եթե համեմատես 60-ը պալուբում ու BMW-ն ուրիշ է, գիտեք։ Կարանք այս ավտոյի ձենը մի հատ լսենք, սիմֆոնիան։ Переход։ Մի հատ բան մոռացա ասեմ, Keyless-Go համակարգը ունի 2003 թվից, без ключевой доступ, ու պլյուս որ ձեռը տնում ես բանին, հեսա ցույց կտանք էդի։ Ռուշկին, որ բացես դուռը։ Ձեռը դրիր, ինքը ուժը մի քիչ բացվում է առանց քաշելու։ Դի թազա ավտոները նոր տենց բաներ անում են, այս 2003 թվից տենց բան ունի։ Ձենը լսենք մի հատ այս ավտոյի։ Շատ յուրահատուկ V8-ի ձեն ունի, սա AMG ձեները վեճնել BMW-ից մի քայլ առաջ ա եղել, դե 60-ի ձենը էլի լավն է, էլի լավը շատ լավ։ Մի քիչ տակն է ավտոն, ու անցնենք գազ տալուն, այս հետևի ձենը լրիվ ուրիշ ձեն է, բեմի ձենը վավշե ուրիշ է, կամպրեսորի ձենը գիտեք դե։ Լայթովի ինքը տաքսած վիճակում առանց խալոքի զապուցում է, մինչև 3000 ավատ այդ վիճակում է։ Հիմա անցնենք դեմը, Այն թազա RAM TRX 1500 բան, էսի 2003 թվից այդ ձենը որ ունի, так что այդ ամերիկական բաները, Dodge Challenger բան, ուրեմն իրա պատվեսկեն է, լրիվությամբ տարբերվում է սովորական խոսքի 322 211 կուզովից, ինքը փուչիկներով է, Airmatic է կոչվում, AMG Airmatic, в общем, տենց մի բաներ, 60-ի վրա էլ գալիս է բան էլ, ոնց էր, Dynamic Drive սիստեմա ասեմ որն է, պրինցիպի այս ավտոյի обзорն է, բայց մի քիչ էլ ընդե խոսենք, ուրեմն ավտոն երբ որ պավարոտ է մտնում, որ աջ ու ձախ ինքը սենց ուկլոններ չունենա, ինքը յուղով ստաբիլիզատոր է կոչվում, այսինքն ինքը յուղով պատկաշկա է տալի ու ավտոն ուղիղ է մնում մանևրները անելուց, դա շատ լավն է, նույն ձև էլ այս փուչիկներն է աշխատում համարյա։
Ման մի քիչ տեղ ես քշեմ, քանի որ ես պռավա չունեմ։ Մնացածը քաղաքային կադրերը կլինի տիրոջ Իսպանիայի վրա։ Քշել սենց։ Սենց։ Ուրեմն ինքը շատ կոմֆորտ է, լյուբոյ փոս ինքը, որ չի էլ դաժե զգում։ Ինչ ասեմ։ Այ բալնքի մոմենտն է։ Լրիվ հանգիստ վիճակում ինքը այն որ քեզի թույլ է տալիս լյուբոյ բան անես։ Ինչ անում են հեռախոսս, այլ։ Ձեաժան Սարում մալիցե կարա։ Իրա Ուսկարենյան կարակ արդեն պրինցիպի սենց է ջոգեք, ինքը որ հետում է, բայց դե կշել է էլի պետք, ես երևում եմ ապեր, դնենց արա ես երևում, դե հետում է ինչ հողեր է, այս ավտոին հարգում են, ճոգում ես, սաղ տեղ են տալի։ Արա հենց ստեպա դիտելի։ Պագոնյա հատ պալիցի նեմաժոր Երևան ընգեր։ I'm calling you with all my goals, my very soul ain't falling through. In need of you to trust in my fate, my tears and my voices drowning so. Can it always show it, but don't doubt my love. Temerle más, ولو حتى بعيدني في قلبي هواك. تملي معاك، تملي في بالي وفي قلبي ولا بنساك. تملي وحشني لو حتى بكون وياك. Yeah, yeah. I don't need nobody. I don't fear nobody. I don't call nobody but you. My one and only. تملي حبيبي بشتاق لك. تملي أنا يتندق لك. ولو حاول ويا كل الكون بكون يا حبيبي بفتح لك.